Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից այսօր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյաններ, Տիկին Զորաբյան, շնորհակալ։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տիկին Զորաբյան, նախ լրատվամիջոցները հայտնում են, որ այս կիրակի արդեն Նիկոլ Փաշինյանը որոշել են վերջին, այսպես փամփուշտը գրակել հավանաբար կամսի 28-ին գնալու են մայրաթոր եւ պատարագի ժամանակ ըստ լրատվամիջոցների պահանջել են, որպեսզի կաթողիկոսը հեռանա։ Նիկոլ Փաշինյանը եւ այն 10 եպիսկոպոսները, ովքեր միացել էին նրա այս ծրագրին, հա։ Նման զարգացում հնարավոր է թե չէ կլինի, ամսի 28-ին ինչ է լինելու, ինչ է սպասվում։ Տեսեք, ես դժվարանում եմ կանխատեսել Նիկոլի քայլերը, բայց իմանալով իր մտասևեռումները, ես ուղղակի բացառում եմ, որ ինքը դադարեցնի եկեղեցու դեմ այս հարվածները եւ այս սևեռումը մենք անցած կիրակի էջմիածնում ականատես եղանք զարհուրելի տեսարանի, երբ անգամ օպերայի թատրոնի փոխտնօրեններ կներեք մագլցում պատերի վրա եւ ամենանողկալին ու զազրելին այն է, որ իր եղբայրը օպերայի թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը իր զարմիկի այդ խորանի մագլցելը եւ ճիչեր արձակելը բացատրում է նրանով, որ մարդուն օդը չէր բավարարում, դրա համար ինքը բարձացել է խորանի վրա։ Ավելի լավ վերսիա կա Կրուտիտի, ասեիրի պաշտպանություն Բեզոարյան այծերի կարմիր գրքում գտնվող Բեզոարյան այծերի ակցիա էր անում կամ որոշել էր Գայանե բալետից Խաչատրյանի սուսերով պարը պարեր լավ, այդ ինչքան է իջել, որ գորկու հատակումը ձեր համեմատությամբ դարել է ինտելեկտուալ հարթակ, դուք պատկերացնում եք զարհուրելի էր տեսարանը, երբ որ այսպես կոչված սրբազանների որպես կարտոֆիլի պարկ խցկում էին երթուղայինների մեջ եւ դեռ Վազգեն Միրզախանյանն էլ, որի հետ ի դեպ կապված հետաքրքիր բացահայտումներ արվեցին, որ վիրահայոց թեմում ինքը անվճար օգտվել է ադրբեջանական սոկարի ծառայություններից, անվճար գազա մատակարարվել թեմին եւ ինքը դրանից չի հրաժարվել, անհարմար էր, որ մենք տեսանք այդ այսպես կոչված սրբազաններին Նիկոլը օգտագործում է որպես ռագատքի քար, հասկանում եք։ Մենք տեսանք հարությունը ոնց արձագանքեց, չկարողացան նրանք այդպես այո, եւ չեն էլ կարողանալու, որովհետեւ հասկանալի է, չէ, որ կա մի հատ կարմիր գիծ, որից այն կողմ հասարակությունը չի հանդուրժելու այս սրբապղծությունը, բայց ես իմանալով Նիկոլին կրկնում եմ, ես ավելի քան վստահ եմ, որ այն ինչ այսպես խոսում են մերձ քպեական շրջապատում, որ հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարագը Նիկոլը անցկացնելու է նոր վեհափարով, ես շատ ցավում եմ, որ այս անձնավորությունը իր բոլոր այս մտագար խնդիրները մղելու է ցավոք սրտի առաջ։ Կհաջողի, թե չէ, կամսի 28-ին ենթադրեն գնացին մայրաթոր, հա, իրենց խմբով ինչ են անելու են։ Տեսեք, շատ են հարց տալիս, լավ ինչ է ուզում Նիկոլը մայրաթորից եւ վեհափարից։ Ես էլ պատասխանում եմ, Նիկոլը չի ուզում։ Երբ որ բացում ենք, օրինակ, թուրքական 5 միլիոն հետևորդ ունեցող ID-Link պարբերականը եւ կարդում ենք հոդված, այո, եւ կարդում ենք հոդված, որտեղ գրված է, որ Հայաստանի հաջորդ կաթողիկոսին նշանակելու է Էրդողանը 5 միլիոն հետևորդ ունեցող թուրքական ID-Link լրատվամիջոցը գրում է բառացի Աթաթուրքի գոյությունից հետո հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի գրոհը Թուրքիայի ամենամեծ հաջողություններից մեկն է եւ այո հաջորդ հայրապետին Հայաստանի հաջորդ կաթողիկոսին ընտրելու են ոչ թե Էջմիածնում, այլ ընտրելու են Ստամբուլում եւ Անկարայում եւ նույն պարբերականը եւ թուրքական մի քանի միլիոն լրատվական հետևորդներ ունեցող պարբերականները գրում են, որ այս պահին քննարկվում է Պոլսո պատրիարք
Սահակի տեխնացությունը, որտեղ մենք գիտենք, որ Կոստանդինոպոլսի պատրիարքը նշանակվում է Էրդողանի կողմից եւ կրկնում եմ հարցը, բա ինչ է ուզում Նիկոլը հայ առաքելական եկեղեցուց, մենք հահատեսնում ենք այս լրատվամիջոցներում թուրքական, որոնք գրում են, որ սա ամենամեծ հաջողությունն է Աթաթուրքից հետո, որովհետեւ ինչպես գրում է նույն այս այդին լիքը միակ կիսանկախ կառույցը Հայաստանում դա մնացել է հայ առաքելական եկեղեցին եւ մնացել է Գարեգին II-ը եւ այո հաջորդ վեհափարին Հայաստանում նշանակելու է Էրդողանը, սա էլ պատասխանը հարցի։ Բայց այդպես ոնց կարող է հայ երկրի ղեկավարը կամ թեկուզ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս նշանակել, եթե դա հատուկ ընթացակարգով է, որ մենակ այդպես հայտարարություններ։ Գիտեք, ես Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է սահմանադրական նորմ խախտել։ Իսկ ինչն է իրեն խանգարում հայտարարի ինձ համար կաթողիկոս։ Դե բնականաբար հանրության իհարկե, դե եթե մենք խոսում ենք բարոյական ավարայինների մասին, խոսում ենք բարոյական հաղթանակների մասին, այո, Նիկոլ Փաշինյանը եթե անգամ ամսի 28-ին ինչպես գրում է մամուլը գրողի մայրաթորի վրա, եթե անգամ քննարկվում է հիմա քաղաքական լրատվական շրջանակներում սցենար անգամ վեհափարին կալանավորելու, նրա փոխարեն տեղապահ նշանակելու օրինակ օֆշոր կամ Bentley Samoyin, որի դեմ լրագրող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տասնյակ տարիներ սրբազան պայքար էր մղում եւ ճիշտ էր անում եւ ժամանակին պիտի կարգալույց արվեին տարբեր Bentley Samoներ, վիրահայոց թեմում եւ բարձյան թեմերում տարբեր տարօրինակ պատմությունների մեջ հայտնված պարոն Վազգեն Միրզախանյաններ, ժամանակին պիտի կարգալույց արվեին տարբեր հոգեկան խնդիրներ ունեցող Գևորգ Սրբազաններ, որոնց վեհափարը ուղարկում է բուժվելու հոգեկան խնդիրներից եւ բերում նորից վստահում է թեմը, եթե նրանք ժամանակին այդ հուդաները ժամանակին կարգալույց արվեին, որովհետեւ նրանց քաջագործությունների վերաբերյալ անընդհատ տեղեկատվությունը կար, հասկանում եք, մի հատ նայեք Նավասարդ Կճոյանի դեմքին, ոնց որ երրորդ մասի ուգլավի կլնի, կներեն ինձ երրորդ մասցիները, այնտեղ սրբազանի պահված կա, նայեք Վազգեն Միրզախանյանին, ով լրագրողին ասում է պարոնը հերը տա, այնտեղ սրբազանի պահվածք կա, նայեք այդ Գևորգ այսպես կոչված սրբազանի խոսույթը, սլենգը, լեքսիկոնը, այնտեղ սրբազանի պահված կա։ Այսինքն կարող ենք ասել, որ այստեղ նաև ինչ որ չափով կաթողիկոսի, այսպես ասած, մեղավորություն, այո, որ տարիներ շարունակ այսպես միանշանակ, ես մի րոպե անգամ համապատասխան պատիժ չես ստացել։ Ավելի քան ես հասկանում եմ, որ հիմա մենք ամեն ինչ անում ենք մայրաթորը եւ վեհափարը պաշտպանելու համար, բայց իհարկե կաթողիկոսը մեծագույն մեղավորությունը ունի, որ նման գողական լեքսիկոնով այսպես կոչված սրբազանները, վեղար հակացները, որոնց անվան հետ ինչ սկանդալ ինչ քրեական պատմություն ասես կապվել է, կարգալույց չեն արվել, այն ժամանակ եւ առ այս պահը այդ մարդիկ կարգալույց չեն արվում, ես չգիտեմ ինչ մարտավարություն է ընտրել վեհափարը դրանց կարգալույց չանելով, բայց ես կրկնում եմ, այդ մարդիկ, որոնց անվան հետ խայտարակ կներեք սեռական, քրեական, ինչ կարգի սկանդալներ ասես տարիներ շարունակ կոռուպցիոն մամուլը գրել է, նրանք այդ ժամանակ պիտի կարգալույց արվեին։ Նույն Նավասարդ Կճոյանը դարել է այսպես առաջամարտիկը, հա, Նիկոլ Փաշինյանի այսպես նորոգման ծրագրում, ինչպես ինքն է ասում եկեղեցին։ Աբսուրդ է, չէ, հասկանում եք, տարբեր սկանդալների մեջ հայտնված, կոռուպցիոն, այսպես կոչված այլ անձնական բնույթի այսպես կոչված վեղարավոր սրբազանները մեղամեղ այս անհարմար եմ զգում այդ տիրադավների հասցեին սրբազան անունը ասել, վիդիտիլի դարձել են Նիկոլ Փաշինյանի եկեղեցական բարենորոգման ջատագովները։ Տիկին Զոհրաբյան, իրանք նաև այսպես վրթովում են, երբ որ տիրադավ են ասում են ումը ով է մեր Տերը, ինչի կաթողիկոսը մեր Տերն է, որ մենք էլ իրեն դավաճանել ենք, որ մեզ ասում են։ Իրանք դավաճանել են մայրաթորին, թող իրանք այդ էժանագին կռուտիտները, քանի
որ իրանց լեքսիկոնը դա է, Կճոյան and Company-ն այդ լեքսիկոնով է շփվում գողական հանրության եւ իրանց թեմի նաեւ քահանաների հետ, ասում եմ իրանց կրուտիտները թող իրանք մտցնեն այն կարտոշքի մեշոկների մեջ, որով իրանց sense բրթում էին մարշրուտկայի մեջ, իրանք դավաճանել են հայ առաքելական եկեղեցուն եւ իրենք այո տիրադավ են եւ իրենք պիտի րոպե առաջ արվեին կարգալույց եւ ես ուզում եմ ակնկալել, որ առաջիկա ժամերին գոնե առաջիկա օրերին այդ տիրադավները կարվեն կարգալույց եւ կվռնդվեն թեմերից։ Տիկին Զորապյան, մեկ այլ թեմայից էլ էի ուզում խոսենք, արդեն փաստորեն հաստատվեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ռանոել այդ բենզալցականներում այլևս ադրբեջանական բենզին է հասանելի լինելու, մատչելի ավելի գնելով 440, եթե ճիշտ եմ հիշում, եւ տեսեք, ինչ մասին ինչ կարող եք ասել։ Ես գիտեք Խաչատուր Սուքիասյանի մասին խոսելը դա անիմաստ է, որովհետև այդ այն տեսակի մարդկանց է պատկանում, ում համար փողը հայրենիք չունի։ Ուզում եմ հիշեցնել, երբ որ Ստեփանակերտում Նիկոլը գովում էր Ռուբեն Վարդանյանին եւ Կարեն կներեք Սամվել Կարապետյանին, ասում էր, «Էտով ասում, որ փողը հայրենիք չունի, տեսեք, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, այո, այդ մարդկանց համար փողը հայրենիք ունի, ներդրումը հայրենիք ունի Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի, բայց Խաչատուր Սուքիասյանի տիպի համար իհարկե փողը ոչ հոտ ունի, ոչ դրանցից նավթի հոտ է գալիս, ոչ դրանցից ինչ որ մի այլ թշնամու հոտ է գալիս, իր համար կարևորը փող աշխատելն է։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Ստրասբուրգում բացահայտվեց ադրբեջանական Խավիեր Դիպլոմասին խավիարային դիվանագիտությունը, որի բացահայտմանը մենք մեծ դերակատարություն ունեցանք, մենք անգամ այնտեղ ակցիա էինք կատարել, ճարել էինք, Սև շուկայից, կներեք քրչի բազարից գնել էինք մանաթներ ադրբեջանական, դրանք թաթախել էինք նավթի մեջ եւ այդ նավթոտ մանաթները կախել էինք այն եվրոպացի падգամավորների աշխատասենյակների պատվիրակությունների առջև, ովքեր խառնված են եղել այդ ադրբեջանական դիվանագիտությանը եւ լափել են այդ նավթահոտ դոլարները, նավթահոտ եվրոները։ Այնպես որ մի զարմացեք Խաչատուր Սուքիասյանի վրա, վաղը Խաչատուր Սուքիասյանը եւ նաեւ ոչ միայն ինքը, հիշում ենք, չէ, մեկն էլ հիմա թարելա Ռուսաստանում որպես դեսպան, ինչ էր դրա անունը, Գուրգեն Արսենյանը, իրանք բոլորներ խոսում են, որ ինչ ա եղել, որ բիզնեսը չի ճանաչում, քաղաքականությունը, օրինակ այսօր երբ լսում ենք, շատ կոչեր են հնչում, որ պետք չի օգտվել դրանից, ինչ եք կարծում։ Այդպես լայն տարածում կունենա, կօգտվի հանրությունը։ Այո, եկեք մեզ չխաբենք, այո, մեր հասարակությունը գտնվում այսօր սոցիալական այնպիսի ծայրահեղ վիճակում, որ այո, գնալու է մի մեծ սեգմենտը եւ այդ էժան թուրքական, ադրբեջանական բենզինը գնելու է։ Ինչի մասին է խոսքը։ Եկեք մեր հասարակությանը չվերագրենք որակներ, որը այս դեպրեսիայի, այս աղքատության, այս սոցիալական ծանր պայմաններում գտնվող հասարակությունը չունի եւ մենք չենք էլ կարող հասարակությունից անձնազոհություն պահանջել։ Ես չեմ կարող աղքատության մեջ սոցիալական ծայրահեղ վատ վիճակում գտնվող քաղաքացուն ասել դու քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորի, դու անձնազոհաբար մի գնա եւ այդ թուրքական գրզոյի բենզալցակայաններում վաճառվող էժան բենզինը մի լցրա։ Հասկանում եք, երկիրը հասցված է այն վիճակի, սոցիալական ճգնաժամը, սոցիալական աղետը այն վիճակի է, որ ես բարոյական իրավունք չունեմ հասարակությանը ներկայացնելու որևէ պահանջներ։ Ես ունեմ իրավունք եւ անելու եմ այդ պահանջները ներկայացնել Հականիկոլ ճամբարի քաղաքական ուժերի, որոնց գերակշիռ մեծամասնությունը սենց նստած արդեն հաշվում է, թե Նիկոլի խորհրդարանում ինքը որպես ընդդիմություն քանի ձայն է ստանալու։ Տիկին Զորապյան, ուզում եի թեև հասկանում եմ, որ դա այդպես որպես այդպեսին չեն կարող թվային առումով մանրամասն խոսել, բայց սա հայկական շուկայի վրա, այդ մրցակցային առումով ինչ խնդիրներ կարող Շատ վատ։ Ես կրկնում եմ, ես այն գործիչների թվին չեմ պատկանում, որ ասում են ոչ սահմաններ չպիտի բացվեն, ոչ մենք հարևանների հետ երբևէ չպիտի ունենանք հարաբերություն։ Ես ասում եմ այո,
արժանապատիվ հարաբերություններ պիտի ունենանք թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, բայց արդյոք այս հարաբերությունները արժանապատիվ են, արդյոք այս վասալային հարաբերությունները կարելի է համարել արժանապատիվ, երբ որ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում օրակարգ որոշում եմ ես, երբ որ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանի հաջորդ կաթողիկոսին նշանակելու եմ ես կողմ եմ, այո, արժանապատիվ հարաբերություններին, ես կողմ եմ, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, սահմանները բացվեն, առևտուր լինի, բայց դա այդպես չի, դա իրականում այդպես չի, եթե դու խաղ թելադրողի սեղանին ընդհանրապես գործիք ես, դա չի կարող լինել իրական խաղաղություն եւ չի կարող լինել իրական հարաբերությունների վերականգնում։ Էրդողանն էլ հիշում եք, չէ, ասեց, տարվա սկզբին մի քանի խորհրդանշական ժեստեր կանենք Հայաստանին, էլի։ Դուք այդ ուղերձը հասկանալի եր, ինչ են։ Ես կարծում եմ երրորդ սահմանը, այո, ես մոտավորապես ընտրություններից առաջ ինչ որ։ Իհարկե, ընտրություններից առաջ, օրինակ երրորդ երկրի քաղաքացիների համար, օրինակ Ռուսաստանի, Ուկրաինայի, չգիտեմ, սահմանը կբացեն, առաջի փուլում դա կանեն, երկրորդ փուլում ինչ որ կատեգորիայի լրագրողներ, բիզնեսմեններ իրենց համար այդպես սահմանը կբացեն եւ բնականաբար իրանք չեն մոռանում, Թուրքիան չի մոռանում անընդհատ շեշտել, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները ուղղակիորեն կախված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից եւ ավելացնում է, թե ինչքանով Հայաստանը կկատարի մեր եղբայրական Ադրբեջանի բոլոր պահանջները, պայմանները եւ պահանջները։ Ես մեկ թեմայի էլ էի ուզում անդրադառնալ, որ այսպես ադրբեջանական լրատվամիջոցներում էր տեղ գտել, փաստորեն Բաքվի այդպես կինոթատրոններում մի նոր այդպես ֆիլմ է դուրս եկել, օլիգարխի դիզայն, ինչպես հասկացա, այդպես էր, հա, անվանումը, որտեղ խոսում է Ռուբեն Վարդանյանի մասին։ Նաև այնտեղ հայտնի այսպես դեմքերը կային արդեն հայ գործիչներ, ովքեր դրա մասին խոսում են։ Դուք հավանաբար վստահ եմ ուսումնասիրել կլինեք։ Այո, այս օրերին, այն օրերին, երբ որ Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանի համար պահանջեց ՑՄ ազատազրկում, ինչը միանշանակ կանխատեսելի էր, Բաքվի եւ Ադրբեջանի մյուս քաղաքների կինոթատրոններում գնում է մի վավերագրական ֆիլմ օլիգարխի դիզայնը Ռուբեն Վարդանյանի մասին, ամենաայլանդակ էպիտետներով ներկայացվում է Ռուբեն Վարդանյանը նաեւ որպես ռազմական հանցագործ եւ ամենանողկալին, ամենազարհուրելին այն է, որ այդ ֆիլմում կադրեր են տեղադրված Խզմալյան Տիգրանից, ով Ռուբեն Վարդանյանին համարում է Ռուսաստանի տրոյական ձին, եւ կադրեր են տեղադրված Սյամո Բաբայանից, ով ասում է Ռուբեն Վարդանյանը ինչ լիդեր, ով է ինքը, ընդհանրապես նրանց հարցազրույցը։ Ես չեմ կարող, ես ֆիլմը չեմ տեսել ամբողջապես, բայց կրկնում եմ, զարհուրելի է Ադրբեջանում, Բաքվում Ռուբեն Վարդանյանի համար պահանջում են ՑՄ ազատազրկում, Բաքվի կինոթատրոններում ցույց են տալիս իբր լեփ-լեցուն կինոթատրոնները, նայում են օլիգարխի դիզայնը ֆիլմը, Ռուբեն Վարդանյանը ներկայացվում է ստրկատեր, ռազմական հանցագործ, զենքի վաճառքով զբաղվող, ես չգիտեմ, ռազմական ցեղասպան եւ այլն, եւ այդ ֆիլմում ցուցադրում են կադրեր Տիգրան Խզմալյանից, ով ասում է Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի տրոյական ձին է, եւ ցուցադրում են Սյամո Բաբայանից, այդ անամոթ անձնավորությունից, ով ասում է «Տո ինչ լիդեր վաբշե Ռուբեն Վարդանյանը, ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը»։ Իսկ դուք ինչ-որ մանրամասներ գիտեք, երբ է ֆիլմը եղել, երբ այն ցուցադրվում, ով է։ Ես մեկ գաղափար չունեմ, ես հիմա խնդրել եմ, որ ֆիլմը գտնեն եւ ինձ ուղարկեն, ես ֆիլմի մասին պատմող ռեպորտաժներ եմ տեսել ադրբեջանական մամուլում, ես ամբողջական ֆիլմը անպայմանորեն նայելու եմ եւ դրան անպայմանորեն անդրադառնալու եմ, բայց ես ուզում եմ այստեղ, որտեվ ինձ ուղակի ցնցել է, որովհետեւ երբ որ նայում լսում էի Բաքվի պետական մեղադրողին, ով ասում էր Ռուբեն Վարդանյանը չի զղջացել իր արարքների համար եւ դրա համար մենք պահանջում ենք ՑՄ ազատազրկում, ես ուզում եմ իմ հիացմունքը հայտնել Ռուբեն Վարդանյանի պահվածքի մասով, ով որդու հետ հեռախոսազրույցում խնդրել է, որ մեզ բոլորիս փոխանցենք հետեւյալը, Արցախը կա ու կլինի անկախ նրանից, թե ով ինչպես է փորձում
սրբագրել Արցախի պատմությունը, այնինչ կատարվում է հիմա Բաքվի դատարանում, դա խայտարակություն է, ոչ մի բանի համար ես չեմ ափսոսում եմ մեկ բանի համար, որ այն ամենը ինչ ծրագրել էի չեմ հասցնել ավարտին եւ կրկնելա, որ փոխանցեք բոլորին եւ Արցախը կա ու կլինի անկախ բոլոր ջանքերից, նաեւ այստեղ Բաքվի դատարանում սրբագրելու Արցախի պատմությունը, իսկապես հարգանքի արժանի մարդ, Բաքվի բերդում խոշտանգվող, ով գիտի, որ իր այս հայտարարությունից հետո ինչպիսի ահավոր խոշտանգումների է ենթարկվելու, ահա այսպես արժանապատիվ ուղերձ ուղարկում հայերին։ Հայդեպ այդ ֆիլմից մի դրվագ ես իմեջում տեղադրել եմ, այնտեղ որ ցույց են տալիս, որ ինչ պայմաններում, չուց լինի 5 աստղանի հյուրանոց պայմաններում են իբր պահվում Արցախի քաղաքական էլիտան, նաև Ռուբեն Վարդանյանը դա խայտարակ եւ անամոթ սուտ է, որտեղ ես անձամբ եմ զրուցել ադրբեջանական գերությունից վերադարձած բազմաթիվ ռազմագերիների հետ, մարդիկ պատմում էին այդ խայտարակ խցերի մասին, որ ձմռանը անգամ ջերուցումը անջատում էին իրենց այսպես շղթայակապ կապում էին սառը պլիտաներին, այդ ջերուցման խողովակներին, ճաշը բերում էին, թքում էին ճաշի մեջ եւ ասում էին 10 վայրկյան ունեք այս ճաշը ուտելու համար, ով ստիպված ուտում էր, ով չէ 10 վայրկյան հետո այդ իրենց թքած ճաշը վերցնում տանում էին եւ ես հիմա նորից դիմում եմ Ավրորա մրցանակաբաշխության համաշխարհային դեմքերին, ինչի եք լռում, տեր կանգնեք, ձայն հանեք, պահանջեք, որ ձեզ թույլ տան գնալ Բաքու եւ տեսնել իբր օլիգարխի դիզայնը ֆիլմում նկարագրված այդ ջակուզի, չգիտեմ, ջիմ սրահներ, ինչ որ կրեսլոներ, թվում է թե Արցախի քաղաքագրադարաններ, մարդկանց ստիպել են ժպիտը դեմքին մի հատ գիրք վերցնել, նկարվել, որ իբր իրանք պահվում են այդպիսի պայմաններում, սա խայտարակություն է։ Շնորհակալ եմ, Տեր Զորաբյան, հուսանք կարճաժամկետ հատվածում ականատես կլինենք գերիների վերադարձին։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ, շնորհակալ եմ եթերին հետևելու համար։